նրա հետ դու երբեք մենակ չես։ Նրա հետ քո բոլոր վախերը քեզանից գնում են։ Նրա հետ քո վաղվա օրը անհայտ, որ չգիտես, թե ինչ ա լինելու քո վաղվա օրը, նրա հետ ամեն բան լուծելի է։ Գիտես, ես Կենտ քաղաքում ձեր մի եկեղեցում խոսում էի ու մի միտք, որ ինձ շատ ուժ է տալիս, մի միտք, որ ինձ շատ զորացնում է, մի միտք, որ իմ թուլացած ձեռքերի մեջ զորություն է գալիս, մի միտք, որ ինչքան էլ ծնկներս թուլանան եւ ես չիմանամ իմ անելիքը, միևնույն է, երբ ես հանդիպում եմ նրան, ես հասկանում եմ, որ նա ամեն բան կարող է։ Ես երբ ասում եմ ես ամեն բան կարող եմ, մի պահ եթե ասենք, թե ես ամեն բան կարող եմ, որովհետև ես եմ, դու կտեսնես քո ով լինելը առանց Աստծո։ Բայց երբ որ դու ասում ես ես ամեն բան կարող եմ, որովհետև մեկը ունեմ, որ ինձ զորացնում է, այդ ժամանակ ամեն բան ընկնում է իր տեղը։ Սիրելի եկեղեցի, ես քեզ ասեմ, մի ուրիշ բան է իմանալ, մի ուրիշ բան է ճանաչել։ Մեր ազգը ուղղակի իմանում է, որ Աստված կա։ Ես իմ հայրերից, իմ պապերից սովորել էի, երբ կքնես հայր մեր աղոթքը արա ու քնի։ Մենակ այդ։ Ուրիշ ոչինչ, բայց երբ ես ճանաչեցի Աստծուն, երբ ես ուզեցի հասկանամ ով է նա, եւ իմ ճանաչողությունը ինձ առիթ է տալիս նրան վստահելու։ Սիրելի եկեղեցի, իմ ճանաչողությունը ինձ առիթ է տալիս նրան վստահելու։ Եթե ես նրան վստահում եմ, ուրեմն նախ ես պիտի հասկանամ, ես ում եմ ճանաչում։ Ես կարող եմ պատահական անցորդի իմ ընտանիքին վստահել։ Ով այստեղ կա այդպիսի մեկը, որ կարող է պատահական անցորդ անցնի, ասի, ինչ կլինի, ընտանիքից թողում եմ քո մոտ, մի քանի օրով բացակայում եմ, իսկ ով է նա, դու չգիտես թե ով է նա, բայց ճանաչողությունը քո կյանքի մեջ բերում է քո կյանքի մեջ մեծ վստահություն, որ դու չես վախենում ես կյանքում ոչինչից, եթե մի բանը կա մեր կյանքի մեջ, մենք հասկանում ենք, որ այդ ամենը ինչ որ մի բանի կարող է բացակայությունը լինել։ Այսինքն, եթե իմ կյանքի մեջ կա խավար, եթե իմ կյանքի մեջ կա վախ, ինչ որ մի բանի բացակայությունն է դա։ Օրինակ ասում են, խավարը լույսի բացակայությունն է։ Գիտեք չէ, որ այդպես մի բան կա, էլի, պատմում են, ասում են, թե բա խավարը գնաց Աստծո մոտ բողոքի, թե բա լույսը խանգարում է ինձ։ Դե լավ, եթե տենց ուզում ես, որ մի հատ հասկանանք ինչն է խնդիրը, արի մի հատ լույսին կանչենք, տեսնենք լույսը ինչ կասի։ Լույսին կանչեցին։ Թե բա լույս ախպեր։ Խավարն եկել է ու փորձում է բողոքել, ասում է, որ լույսը ինձ խանգարում է։ Եվ տեսնենք լույսի պատասխանը։ Իսկ ուր է այդ խավարը։ Իսկ ուր է այդ խավարը։ Գիտես, լույսը չի ճանաչում խավարը, որտեղ նա լույս է։ Ինչի հետևից եք ընկել, ժողովուրդ ջան։ Հիմա հարց։ Իսկ մեր մեջ բնակվողը ճանաչում է խավարը։ Մեր մեջ բնակվողը ճանաչում է խավարին, մեր մեջ բնակվողը վախեր ունի։ Եթե նա ամեն բան իր կյանքում անցել է եւ հաղթել է վախին, հաղթել է սովին,
հաղթել է խնդիրներին, հաղթել է շատ բաների։ Ինչ է քեզ թվում այն, որ քո մեջ է, նա ճանաչում է քո վախերը։ Նա երբեք չի ճանաչում քո վախերին, որովհետև այդ վախերը մի բանի համար են, որ քեզ ճանաչեցնել տա հորը, որ դու կարողանաս վստահել նրան եւ բոլոր քո խնդիրները նրա ներկայության առաջ բերես։ Վախենալ, թե համարձակ գնալ Քրիստոսով։ Վախենալ, թե համարձակ գնալ Քրիստոսով։ Ով Քրիստոսի հետ է, ինչ իրավիճակի առաջ էլ որ կանգնի, նա չի վախենում։ Նա չի վախենում։ Կողքինիդ ասա, իսկ ով է քո կյանքում, որ առաջին տեղում է զբաղեցնում, ով։ Եթե իմ ու քո կյանքի մեջ զբաղեցնում է առաջին տեղում Տեր Հիսուս, ասում է թշնամին մեկ ճանապարհով կգա, բայց չի մնա է, ասում է կգա, գայել է թե ոնց եկել է թոթեցել է դա։ Գիտես, երբեմն մենք տենց սիրուն ենք իրան հրավիրում, արի բարով ես եկել։ Բայց ասում է նա մեկ ճանապարհով կգա եւ 7 ճանապարհով կփախչի։ Ինչի համար, երբ հանդիպի քո մեջ այն մեկին, որի անունն է Հիսուս, նա չի կարող մնալ քո կյանքում, որովհետև այն ինչ որ նա արել է, ես խոսքս վերաբերվում է Տիրոջը, այն ինչ որ նա արել է եւ հաղթական հաղթություն այն ինչ որ նրա մեջ կա, այդ նա փոխանցել է ինձ եւ ամեն բան կատարվել է ոչ միայն նրա համար, այլ նաեւ իմ ու քո համար, որ մենք մեր ոտքերի վրա ամուր կանգնենք եւ երբեք չվախենանք։ Սիրելի եկեղեցի, երբ որ քեզ ասում է մի վախեցիր, վախեցողը վախենալու է։ Բայց եթե քեզ ասում է մի վախեցիր, չվախեցողը, նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Կողքինիդ ասա, սա քեզ համար է։ Չէ, մեղմ ասա, որ հանկարծ չմեղանա։ Մեղմ ասա, շատ մեղմ ասա, որ սա քեզ համար է։ Այս երկրի մեջ Սիրելի եկեղեցի, այս երկրի մեջ ապրելով շատ վախի զգացողություն կարա լինի կյանքիդ մեջ։ Մեկին կարող ասեմ, վայ, հեսա կբռնեն ու դեպորտ կանեն։ Մեկին չգիտեմ, բա ոնց եմ անելու, ոչ աշխատանք ունեմ, ոչ բան, լագերում խնդիր, ստեղ խնդիր, ընդեղ խնդիր, ես մի տեղը պրոբլեմ, վայ, վախերի մեջ եւ վախերի մեջ։ Սիրելի եկեղեցի, վախը ինձ չի տանում դեպի հավատք, վախ ինձ ավելի ուզում է խորտակել իր սև գործի մեջ, բայց մարդը եթե ճանաչում է իրական Աստծուն, վախը իր բաժինը չի։ Քեզ համար ամեն օր, երբ կկանգնես հարդարվելու, սիրունանալու, գեղեցկանալու, երբ կկանգնես հայելու առաջ, ասա, ով իմ անձս, չվախենաս։ Ով իմ անձս, չվախենաս։ Այտենց որ պետք է ալում, քո վրա էլ գոռա, չնեղվես հանկարծ։ Քո վրա գոռա, ասա չվախենաս հանկարծ, ինչից վախենաս, խեղճացել ես ու դու Աստված ունես։ Աստված քեզ այտենց բան ասե, վախեցի, Աստված քեզ ասել է մի վախեցի, ես քո հետ եմ, Աստված քեզ ասել է, որ ես ունեմ խոստմունք, ես այնքան շնորհակալ եմ Աստծուն, սիրելի եկեղեցի, որ նա ասեց աշխարհում շատ նեղություն կունենաք։ Արա հետո այնտեղ վերջակետ չենք տեսնում, այնտեղ շարունակություն ենք մենք տեսնում։ Ասում են աշխարհում շատ նեղություն կունենաք, բա հետոն էլ էսա, քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Բա հետո Աստծո կրակ ես ուզում։ Աստծո էլ ինչ ենք ուզում, ժողովուրդ ջան, հետո ինչ ենք ուզում։ Հետոն էսա, քաջացի, ես հաղթել եմ աշխարհին եւ այդ հաղթական կյանքը ապահովել եմ իմ որդիների համար, իմոնց համար եւ ինչի համար պիտի վախենամ։ Թեև գնամ մահվան շուքի ծորում։ Կգնամ չի ասում, որ մենք ապահովագրված ենք չգնալու, կգնամ, բայց կանցնեմ։ Ինչ իրավիճակներ էլ որ լինի, ինձ անրիթ է դա տալիս անցնելու, ոչ թե վախենալու։
բայց չար բանից չեմ վախենա, որովհետև նրա ձեռքը, նրա ցուպն ու գավազանը ինձ մխիթարում է։ Ես գիտես ով է գրել։ Ես չի կարա գրի մեկը, որ վախերի մեջ է, ես գրել եմ մեկը, ով անցել է այդ ամեն ինչ միջով։ Գիտես, երբ որ հայրս ննջեց, ամենայն անկեղծությամբ եմ ասում, շատ մեծ տագնապ ունեցա իմ ներսում։ Իմ հայրս ինձ համար եղել է հավատքի օրինակ, լուրջ եմ ասում, մեծ օրինակ հավատքի, ինձ համար նա մի ուրիշ հավատքի մարդ է եղել։ Ես իմ չափը ոնց որ փորձում էի ճանաչել, ոնց որ ուզում էի ինձ դնել մի հատ էս կարգուկանոնի մեջ, տեսնել նրան ժամանակ կար, որ տեսնում էի նրան որպես հայր, ժամանակ կար, որ ես տեսնում էի նրան որպես հովիվ։ Եվ նորմալ է դա ժողովուրդ ջան։ Այո, ես պիտի իմ չափը իմանամ, որտեղ է նա ինձ համար ընկեր, որտեղ է նա ինձ համար հայր եւ որտեղ է նա ինձ համար հովիվ։ Եվ ես տեսնում էի նրա կյանքի մեջ, այո, որպես հայր ուժեղ մարդ էր, որպես հովիվ չեմ ասում էլ, շատ ուժեղ մարդ էր, բայց ես տեսնում էի, որ նրա կյանքի մեջ մի բան կար, որ նրա առավելությունն էր, եւ նա ոչինչ չէր կարող անել առանց Աստծո։ Դա նրա ճանաչողությունն էր։ Եվ երբ որ նա կանգնում էր բեմին, կամ ինչ որ խնդիր էր լինում, երբ որ ես կանգնում էի հորս առաջ, ասում էի՝ «Պապ», արդեն նա գիտեր, որ հեսա տրտունջը բերանիցս դուրս է գալու։ Բալես հələ կանգնի, մի Աստծուն նեղացրու, կանգնի մի պա ու հավատքի խոսք ասա քո կյանքի մեջ։ Քո կյանքի մեջ հավատքի խոսք ասելով դու քո ոտքերի վրա ամուր կկանգնես, ոչ թե քո կյանքի մեջ բաներ ես խոսում, որը ճիշտ ցանց չի քո համար, եւ էդի քեզ վնաս է։ Եվ նրա ամենասիրելի խոսքերից մեկն էր՝ մի վախեցիր, մի վախեցիր, մի վախեցիր։ Հիմա եկեք մի պահ Աստծուն մեզանից հանենք։ Ասում է, եթե Աստված մեզ հետ չլիներ, Սատանան մեզ, թշնամին մեզ ողջ կուլ կտար է, ոչ թե կուլ կտար կամ տենց դիլիմ կաներ, այլ նա իրոք կուլ կտար։ Եվ առանց ով անելու կուլ կտար, որովհետև դու պատկերացնում ես, նա իր ձեռքը չի հասնում Աստծուն, բայց ամեն բան անում է, որ նրա ձեռքը հասնի իր ստեղծագործության վրա, Աստծո ստեղծագործության վրա։ Եվ այդ ստեղծագործության մեջ, եթե ինչ որ մեկը իր տեղում չի լինում, այո, իր ձեռքը հասնում է, բայց եթե մեկը իր տեղում է, նա գիտի ով է Աստված եւ ասում է հավատարիմ է Աստված, որ խոստացավ, այն որ խոստացավ նա կանի այն։ Հիմա ես ուզում եմ ասել, որ այն Աստված, որ խոստացել է, նա հավատարիմ է եւ նրա ձեռքը չի կարճացել իր որդիների համար բարի կանելուց։ Դրա համար եթե դու հասկանաս, որ քեզ զորացնող Հիսուս Քրիստոսն է, դու երբեք ոչ մի բանից չես վախենա։ Օրհնյալ է Տերը։ Առօրյա հոգսերը, ճգնաժամը, Ժողովուրդ ջան, մի հատ խնդիր է առաջացել երկու երկրների, երեք երկրների մեջ, ամբողջ աշխարհը խառնվել է իրար։ Հա՞։ Ստեղ էլ չէ, նույնն է, չէ, տարբերություն չկա։ Գիշեր-ցերեկ աղոթում ենք Տեր ջան մի բան արա, տեսանք մի բան էլի, տեսանք ինչ անում ես, ինչ ես, այս ճգնաժամը երկիրը արդեն սենց մեկ որ այդ ամեն ինչը Հայաստանում են խոսում, չէ, ասում ենք Հայաստանը նեղություն տեսած երկիր է։ Հայաստանը ցամաքացով էլ յոլակ է։ Ինչ խնդրեմ կա։ Տերը պահի Հայաստանը եւ Տերը պահի մեր հայ ազգը։ Թեկուս փրված ենք ամբողջ աշխարհով մեկ, բայց մեկ Տեր ունենք։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Ճգնաժամը, երկրում տիրող տնտեսական, պատերազմական իրավիճակները, այո, այսօր էլ կան հոգսեր, դժվարություններ, մենք ամեն օր աղոթում ենք մեր հոգսերի եւ մեր երկրի սահմանների պահպանության համար, սակայն դրանք երբեք չեն լինի պարզապես բառեր, այլ դրա մեջ պետք է
կյանք լինի, որ մենք ապրենք, մենք կարողանանք դրա մեջ, որ մենք աղոթում ենք, գիտես, եթե մենք աղոթում ենք ու էլի անհանգիստ ենք, ստե ինչ-որ բան են չի։ Արթուր եղբայր ջան, եթե դու աղոթում ես, դու անհանգիստ ես, ստեղ ինչ-որ բան են չի։ Նշանակում է, որ դու աղոթք ես արել, տենց պրոստը եկել ես նորից։ Հիշում եք Աննային, Աստվածաշնչի Աննային։ Լաց կար։ Ինչի՞ է իմ հետ սենց բաներելու, երեխա եմ ուզում չկա։ Ով էր այդ ժամանակվա քահանան, հիշում եք։ Հեղին էր։ Հետաքրքիր է, հեղին կարծես թե մեկ եկել ու տենց հարբած խոսում է, գինովցած խոսում։ Հələ այդ մի ուրիշ թեմա է, լավ։ Գիտես ամենահետաքրքիրը որն է։ Նա երբ որ Աստծուց խոսք առա, որ կլինի, նա էլ չանհանգստացավ։ Իսկ ով է ասել։ Չէ, կարևոր է ով է ասողը։ Հա՞, սիրելի եկեղեցի, այդպես չի, կարևոր չի ով է ասողը։ Եթե ասողը Տերն է, էլ պետք չի լացել։ Պետք է թափ տալ վրա մարդը եւ գնալ ու սպասել Տիրոջը եւ երբեք չվախենալ։ Ես որոշել եմ իմ կյանքի մեջ համարձակ քայլելու Քրիստոսով։ Սովորիր վստահել ամեն քո իրավիճակներում, սովորիր ամեն քո իրավիճակներում վստահել Տիրոջը եւ հիշիր, դու նրա հետ երբեք մենակ չես։ Կողքինիդ ասա, դու մենակ չես։ Ասա, որ դու մենակ չես։ Ասա, որ դու մենակ չես։ Օրհնյալ լինի Տերը։ Եկեք մի հատ իրար հետ տեղ կարդանք։ Առաջին Թագավորաց 17-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Եվ նա կանգնեց եւ կանչեց Իսրայելի գունդերին եւ նրանց ասեց. Ինչու համար եք դուք դուրս եկել պատերազմի շարվել եք։ Միթե ես փղշտացի չեմ եւ դուք Սավուղի ծառաները ձեր միջից մի մարդ ընտրեք, որ ինձ մոտ լինի, ինձ մոտ գա։ Եթե նա կարողանա ինձ հետ մենամարտել եւ ինձ մերցնի, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք, բայց եթե ես հաղթեմ եւ նրան մերցնեմ, ապա ասում եմ այն ժամանակ դուք մեր ծառաները լինեք եւ մենք մեզ ծառայենք։ Եվ այն փղշտացին ասեց. ես այսօր Իսրայելի գունդերին նախատեցի, ինձ մեկ մարդ տվեք, որ իր հետ մենամարտեմ։ Տվեք, ուզում էր ասել, արա ձեր մեջ մեկը կա, այտենց տաղա, որ կարա կանգնի ու իմ հետ մենամարտի։ Եվ երբ որ Սավուղն ու բոլոր Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, սարուրեցին ու շատ վախեցան։ Տեսար։ Թաթայի երգը, տեսար ինչ եղավ։ Սիրելի եկեղեցի, նայեք ինչ եղավ, շատ զարուրեցին ու վախեցան։ Ինչի համար, որովհետև նրանք չէին ճանաչում այն Աստծուն, որին կրում էին իրենց մեջ։ Բայց հանկարծ մեկը, Դավիթ անունով, պատանի, չերևացող, աղբերների համար գլուխ գովա։ Չգիտեմ, աղբերների համար արա եկար էլի մեր կյանքը ուտես, արա հեռու մնա մեզանից։ Ինչ ես ուզում, ինչ է եկել ես, այն որ մեր մեծերն են, չէ՞, խելքդ հացի հետ ես կերել։ Ոնց որ խելքդ հացի հետ ես կերել, ինչ պահա։ Դավիթ, դու հասկանում ես, հələ մի հատ նայի, էլի, լե մի հատ Գողիաթ ենք ասում, էլի, լե մի հատ նայի լքես, դու ես ինչ ես եկել խոսում, ես կմենամարտեմ, ես պրոբլեմ չունեմ, ես կանգնեմ, բայց նայի, ոչ մեկ չէր հասկանում ով է այն Աստված, որ խոստմունք էր տվել նրանց համար։ Բայց մեկը դուրս եկավ ու հրճակում էր
իր ով լինելը։ Ինքը նախ ասեց, որ դու անթլպատ փղշտացի ես, դա բանին Գողիաթին գիտես ինչ ցույց տվեց։ Գողիաթին ուզեցավ ասել, որ քո կյանքի մեջ Աստված չկա։ Աստված քո Տերը չի։ Իսկ ինքը իր համար ասում էր, որ ես գալիս եմ քո առաջ, որին ճանաչում եմ, Եվ նա զորքերի Աստվածն է, որին որ շատ ժամանակներ ես իմ կյանքիս մեջ տեսել եմ եւ կրում եմ նրան իմ կյանքի մեջ եւ ես հաղթողի պես կանգնած եմ եւ ես գիտեմ ում եմ հավատացել եւ ումը որ հավատացել եմ ես գիտեմ այս քարերը որ պիտի ընտրեմ այդ քարերը երբ որ իմ ձեռքում լինի ես կշպրտեմ նշանակակետին կհասցնի Աստված այսպես էլի ասես մի քիչ բան ենք տալիս էլի sense գունավորում ենք մի քիչ sense նկարում ենք հիմա սիրելի եկեղեցի ես ուզում եմ քեզ հարց տալ ով է քո Աստվածը մենակ է իսկ ով եմ ես դրա մեջ իսկ եթե որդի եմ ինչ մենակ որդի եմ անունս ասում է Աստված պաշտության կերպարանք ունեք, բայց դրա զորությունը ուրացել եք։ Հիմա ես հարց եմ ուզում տալ Աստծո ժողովրդին։ Ես որ ասում եմ, ես նրա որդին եմ, այդ ինչ որ բան է փոխում։ Գիտես ինչ է փոխում։ Ես դրանով ցույց եմ տալիս աշխարհին, որով եմ ես նրա մեջ։ Մի պահ նրան հանեք մեր կյանքից եւ տեսեք մենք ով ենք։ Մենք ժողովուրդ ջան, մենք էնել ենք ապրել, ով ենք մենք առանց նրա։ Մենք էնել ենք ապրել, նես չի էլի, որ հոգևոր կյանքի մեջ մեծացել ենք, այնի չգիտենք ինչ բան է։ Էնել գիտենք ինչ բան է, Աստծո մեջ էլ լինել գիտենք ինչ բան է։ Թեև Աստծո մեջ լինել շատ դժվար օրեր ենք ունեցել, բայց եթե Աստված չլիներ այդ դժվար օրերի մեջ, հիմա հոգեբուժարանի ապրանք էինք տարել։ Այո, ես ուզում եմ խոսել շատ անմիջական Աստծո ժողովրդի հետ։ Այո, որովհետև այն ինչ որ նա արել է մեր կյանքի մեջ, հավատացնում եմ քեզ, եթե նա չլիներ, մենք բոլորս էլ կորուսյան մատնված մարդիկ էինք։ Սատանան ինչ ուզեր կարող էր անել, բայց գոհություն Աստծուն, որ նա որս չտվեց մեր թշնամիներին։ Ում? Ինձ։ Ում? Քեզ։ Նա որս չի տվել, որս նրան առիթ չի տվել, որ նա որս անի եւ այդ որսը ես ու դու ունենք։ Օրհնյալ լինի Տերը։ Օրհնյալ լինի Տերը։ Հիմա սրա համար ուրախ ենք թե տխուր։ Ժողովուրդ ջան, հիմա սրա համար մենք տխուր ենք թե ուրախ։ Ես ուրախ եմ։ Ես ուրախ եմ, դրա համար ուրախ էլ քարոզում եմ։ Ես ուրախ եմ եւ այո, ասում եմ, հավատացի դրա համար խոսեցի ժողովուրդ, եթե իմ հավատքը չի խոսում եւ այդ հավատքը ինձ չի ապրեցնում, ժողովուրդ ջան, մենք պրոստը հավատացյալներ ենք։ Անունով հավատացյալներ, բայց օրհնյալ լինի Տերը, որ մենք հավատում ենք եւ մենք գիտենք ում ենք հավատացել եւ օրհնյալ է Տիրոջը։ Եվ Դավիթը երբ որ լսեց պատերազմի դաշտում Գողիաթի հայտարարությունը, նրա մեջ անհանգստություն եկավ, թե ով է այդ անթլպատ փղշտացին, որ Իսրայելի զորքը անարգում ու նախատում է, նաև նախատում ու անարգում է այն Աստծուն, որ իր անունն է այդ ժողովրդի վրա։ Հասկանում ես, այս վաբշե իրան ներսից։ Գիտես, մեկը կարող ասի, մեկը մեր ծնողի մի բան ասի, դե լավ, դե ասեց։ Բայց նա ինչքան էր սիրում Աստծուն, որ այդ նախատողը, որ հելել էր, նախատում էր, նա այդ վերագրեց ոչ թե իրան, այլ այն Աստծուն, որ հելել էր ու տենց մեկը կա ձեր մեջ, ու այդ ժողովուրդը կրում էր Աստծու անունը։ Սիրելի եկեղեցի, դու գիտես չէ, որ դու կրում ես Աստծու անունը։ Բայց եթե կրում ենք Աստծու անունը, ով կարա նախատի։ Ով կարող է իր ասելիքների մեջ ճիշտ լինի։ Ես Աստծուն եմ հավատացել եւ ես գիտեմ ով է իմ Աստվածը։ Օրհնյալ է Տերը։
Եվ երբ որ նա նրանց հետ խոսում էր, ահա այն միջնամարտիկը փղշտացի Գողիաթ անունով, որ գեթից էր, փղշտացի գունդերից դուրս եկավ եւ այս խոսքերի պես խոսեց եւ Դավիթն ասեց։ Եվ Դավիթը լսեց, եւ Իսրայելի բոլոր մարդիկ, երբ որ այն մարդին տեսան, նրա երեսից փախան ու վախեցան։ Հիշիր, Աստծուց հեռացած մարդը ցանկացած իրավիճակում ապրում է վախի ու սարսափի մեջ։ Իսրայելի ժողովուրդը հեռացած էր Աստծուց, դրա համար վախի մեջ էր։ Բայց նա, ով կրում էր Աստծուն իր մեջ, չնայած է իր փոքրամարմին լինելուն եւ չնայած որ ով է իր առաջ կանգնած է։ Հասկանում ես, այդտեղ ուժեղ հավատքի տեր մարդ պետք է լինի, որ կանգնի ու ասի, ես այսօր գալիս եմ քո առաջ զոր դու նախատել ես այն Աստծուն, որ այս ժողովրդի վրա է, հա, ես էլ գալիս եմ քո անունով, վերջացավ։ Դու նախատել ես, հա, ես էլ գալիս եմ այդ անունով, որ դու իմանաս ով ես դու եւ ով է քո ժողովուրդը, որ էլ սրանից հետո ասելիք չունենաս։ Բա ոնց չասես, օրհնյալ լինի անունդ։ Բա ոնց չասես, այն Աստված, որ հաղթական կյանքը ապահովել է Դավիթի համար, այդ հաղթական կյանքը ապահովել է նաև իմ ու քո համար։ Իմ ու քո համար։ Սիրելի եկեղեցի, իմ ու քո համար։ Փառք նրան։ Սավուղը եւ բանակը նայում էին փղշտացիների ուժին, այլ ոչ թե իրենց մեջ հավատքին։ Իսկ Դավիթը նայում էր Գողիաթին եւ գիտես իր մեջ ինչ էր տեսնում։ Այսօր նա չի լինելու էլ։ Վերջացավ։ Այսօր նա էլ չի լինելու։ Վերջացավ։ Ինչի համար, որովհետեւ նա զորքը սարսափում էր նայելով Գողիաթին։ Դավիթն էլ գիտես ինչ էր անում։ Տեսնում էր Գողիաթին, արա ասում էր, արա այսօր իմ հնարավորությունն է։ Արա այսօր քեֆ է։ Այսօր քեֆ է, իմ հնարավորությունն է։ Ու հետաքրքիր է մանավանդ որ խոստմունք էլ եղավ թագավորի աղջիկը իրան ներլնելու։ Вообще ոգևորվավ։ Вообще ոգևորվավ։ Թագավորի աղջկան պետք է տանեմ ինձի հարց։ Դու պատկերացնում ես այդ ինչա Տեր ջան, ինձի հաղթություն տուր այդ հարցը լուծեմ։ Ես մտածում եմ, որ նաև ինք իր հոգու խորքում Տեր ինձի ամոթով չթողես։ Փառք Տիրոջը։ Դավիթը հավատք ուներ եւ խոսում էր կենթանի Աստծո անունից։ Նա չէր ասում ես գալիս եմ իմ փորձառությունով քո առաջ։ Նա չէր ասում որ ես գալիս եմ գիտես որովհետեւ առյուծ եմ ճղել։ Նա չէր ասում որ գիտես ես գալիս եմ քո առաջ որովհետեւ դու իմ համար խոստմունք ունես։ Չէ, նա գալիս էր փղշտացու առաջ զորքերի Աստծո անունով։ Նա դիմում է Գողիաթին կոչելով նրան անթլպատ փղշտացի։ Նա ուզում էր ասել ով ես դու, որ կարող ես Աստծո ժողովրդին անարգել։ Նա շեշտը դնում էր թլպատության վրա, ինչը նշանակում է թե որքան կարևորություն ուներ թլպատությունը Իսրայելի ժողովրդի համար։ Դա Աստծո ուխտն էր Աբրահամի հետ։ Դա Աստծո ուխտն էր Աբրահամի հետ։ Դա Աստծո ուխտն էր Աբրահամի հետ։ Գիտես, որ Աստված նաև ուխտ ունի քեզ հետ։ Ում միջոցով? Հիսուս Քրիստոսի միջոցով։ Վախենանք։ Ով է ուզում վախենա։ Իսկ ով է ուզում հաղթող լինել։ Իմ խորհուրդն է քեզ, նրան շատ մոտ եղիր։ Նրան հնարավորին չափ շատ ճանաչիր։ Դավիթի ճանաչողությունը իր կյանքում բերեց իր հաղթանակները։ Մի խնդիր առաջացավ Դավթի կյանքում։ Եվ հանկարծ եկավ տեսավ, որ իր կանայք, իր երեխաները, իր ընկերների, իր օգնականների ոչ մեկ չկա, սա գերության են գնացել։ Մի պահ, եթե մարդ պատկերացնի Դավիթի ապրումը,
Արդեն այդ մտքերը հերիք է, որ մարդին այս աշխարհից տանի։ Ուրակինս։ Ու պատկերացնում ես հանկարծ այնտեղ իմանում էին, որ այ Դավիթի կինն հանգե ձեռներս։ Եվ գիտեին, որ ով այ Դավիթը, ինչ կտրիչ տղա, ինչ ուժեղ տղա է։ Ինչքան բան ունենք անելու, ցավցնենք Դավիթին, երեխեքի սպանելով, կնոջը կանանց սպանելով։ Դու պատկերացնում ես Դավիթի ապրումները, ինչ էր ապրում Դավիթը։ Ինչա դու կարող ասես, որ Դավիթը չէր հասկանում, թե ինչա տեղի ունենա։ Ուժեղ տղա էր, ոնց կարող են չհասկանա ժողովուրդ ջան։ Եվ իր ապրումները իրան մի պահ բերեց տագնապի մեջ։ Բայց նա Աստծուն ուներ։ Գիտես ինչ ասեց։ Տիրոջ ուզում եմ հարցնել, որ գնամ, Աստված իմ հետ կլինի։ Երբեմն նայեք, ես Դավիթի մեջ գիտես ինչն եմ շատ գնահատում եւ ինչն է ինձ համար, որ իրանից կարելի է սովորել, որ անկախ ամեն ինչից հաղթական կյանքը ապահովում էր Տերը, մեծ հաղթություններ ուներ Տերը, բայց նա երբեք չէր հիմնվում իր փորձառությունների վրա։ Նա նորից ասում էր. Տեր, եթե գնամ, կհաջողվեմ։ Միգուցե կարողա Տերն ասում էր՝ մի գնա։ Չէ, երեք որ մենք հաղթությունը տարել ենք, մտածում ենք, որ մենք խնդրեմ չունենք, առանց Աստծո էլ գլուխ կհանենք, ժողովուրդ ջան, ավելի վտանգի մեջ ենք մեզ գցում։ Երբ դու կանգնում ես Տիրոջ առաջ եւ Տիրոջ հետ քո հարաբերությունները շտկում ես, լրիվ իր տեղն ես գցում, Տերն ասում է քո հետ եմ բանես, չվախենաս, ինչ իրավիճակներ լինի, ես քեզ հետ եմ։ Ես քեզ խոստացել եմ, որ քեզ ворբ չեմ թողնի։ Ես իմ ասացի Տերն եմ։ Այստեղ կան մարդիկ, ում համար խոսում եմ ես։ Փառք Աստծո, թեկուզ 3 մարդ են, բայց փառք Աստծո։ Դավիթը քայլում էր Տիրոջ հետ, ինչի հետևանքով էր տեղի ունեցավ հաղթական նվաճումը, հսկան տապալվեց գետնին։ Եվ հայտնության մեջ ասում է, ով որ հաղթի, ամենը կժառանգի, եւ ես կլինեմ նրա Աստվածը, եւ նա կլինի իմ որդին։ Իսկ գիտես ովքեր են հաղթում։ Օրինակ ես միտեղ ասում եմ, օրինակ շատ բաներ կա, որոնց զարմացնում է։ Ասում են ուժեղները կհաղթեն։ Արա դե ինչ ուժեղից ո՞նց ես ասում։ Այստեղ ուժեղ մուսկուլի մասին չի, ստեղի մասին չի, ստեղ հավատքով ուժեղների մասին է, ովքեր կրում են իրենց կյանքի մեջ Քրիստոսին եւ նրանք ուժեղ են եւ նրանք չեն վախենում։ Ինչ իրավիճակներ էլ որ լինի, հիշի, ով որ հաղթի ամենը կժառանգի եւ ես կլինեմ նրան Աստված եւ նա կլինի ինձ համար որդի, իսկ վախկոտներին ու անհավատներին նա նույն բանի մեջ է դնում Արտուր եղբայր, վախկոտ, անհավատ ու պիղծ։ Մարդասպաններին, պոռնիկներին, կախարդներին, կռապաշտներին, ամեն ստախոսների բաժինը այս լճում կլինի, որ կրակով ու ծծումբով վառված է, եւ սա է երկրորդ մահը։ Դու պատկերացնում ես վախկոտներ ու անհավատներ ու նույն բանն է գալի, այսինքն նույն նժարին է դնում, նաև նույն մարդիկ են, այն մարդիկ, ովքեր իրանց մեջ կրում են վախկոտությունն ու անհավատությունը, ովքեր անունով են հավատացյալ։ Դրա համար սիրելի եկեղեցի, ես ուզում եմ, որ ամեն մարդ, ով Քրիստոսի անունն է կրում, թող նա հասկանա իր սրտում ում է հավատացել եւ ով է իր Տերը, եւ Տիրոջ անունը մեծարվի ու Տիրոջ անունը փառավորվի։ Եվ հիշիր, նա է քո Աստվածը, եւ հիշիր, նա խոստացել է քեզ հետ լինելու, եւ հիշիր, պիտի զորացնեմ քեզ, եւ հիշիր, պիտի օգնեմ քեզ, եւ պիտի պահպանեմ քեզ։ Սա մարդն է ասում։ Մենք հանդիպել ենք երեք մի աղջկա, քանի տարեկան կլներ Լեոն ջան։ 40-45 տարեկան մի աղջկա հանդիպեցինք, ամենայն անկեղծությամբ լավ վիճակում չէր, շատ տխրեցինք, շատ, երեխան խնդիր ուներ, տարի ու կես արդեն էստեղ,
ճամբարներում ոչ մեկ նրան չի վստահում, այն կարգի էր հոգնել, որ մենք բան ենք խոսում ու մեզ չէր հավատում։ Որովհետև այնքան մարդկանց ձեռք էր ընկել, որ այդ մարդիկ ինչ խոստացել էին, ոչինչ չեն արել։ Դուք պատկերացնում եք այդ մարդի մեջ մենք պիտի հավատք դնենք Քրիստոսով, եւ եթե նա մեզ չճանաչի, նա երբեք չի հասկանա ով ենք մենք եւ ում ենք կրում մեր մեջ։ Սիրելի եկեղեցի, հիշիրում ես կրում քո մեջ։ Այդ ոսկու պատմությունը գիտես, որ մեկը գնում է այսպես մի տեղ ոսկերիչի մոտ եւ ասում է ուզում եմ իմանալ, ոնց իմանանք, որ ոսկին մաքուր է։ Եվ նա ասում է, որ ոսկերիչն ասում է, որ այդ ոսկին միշտ պիտի վառարանի մեջ մտնի, դուրս գա, վառարանի մեջ մտնի, դուրս գա, ու հետաքրքիր է, ինչքան որ նա վառարան է մտնում, այնքան ինքը այդ կեղտոտ մեջ եղած այդ, չգիտեմ, երկաթ կլինի, չգիտեմ, սպիտակ, ինչ որ բան է, ինչքան որ նա վառարան մտնի ու դուրս գա, այնքան ինքը մաքրվում է։ Ասում է, բա հետո, ասում է, երբ որ ոսկու մեջ ոսկին ուզում ես տեսնել, որ արդեն մաքուր է, լիարժեք մաքուր է, ոսկու մեջ պիտի դու քո պատկերը տեսնես։ Եվ դրանով երևում ասում է ոսկու մաքուր լինելը։ Եվ գիտես ինչ ասում Աստված այդ ժամանակ, ասում է այդպես էլ դու պիտի լինես։ Ես պիտի քեզ տեսնեմ եւ քո մեջ ինձ տեսնեմ։ Ես քեզ պիտի տեսնեմ եւ քո մեջ ինձ տեսնեմ։ Այսինքն դու այնքան պիտի զտված, մաքրված լինես այն խոսքով, որ ես քեզ ուղարկել եմ, որ ես ուզենամ քեզ տեսնեմ, ինձ տեսնեմ։ Հավատացնում եմ քեզ, մարդիկ էլ ուզում են քեզ տեսնեն, Աստծուն տեսնեն։ Դրա համար մի վախեցիր, մի թուլացիր, մի ընկճվիր, Աստծո հետ քո ժամանակն անցկացրու, Տիրոջը փառք տուր եւ այն մեկին, որ դու կրում ես քո մեջ, ել մի ասա, թե բա ոնց պետք է լինի, եթե նա ասել է, որ կլինի, քո ասածը, քո խոսածը, քո չգիտեմ ավելի շատ պանիկան, ավելի շատ կգցի քեզ թյուրիմացության մեջ եւ դու հավատքից կընկնես, բայց այն մարդը, ով կսպասի Տիրոջը, հաղթանակը նրա կողմն է։ Կողքինիդ ասա, սպասիր Տիրոջը։ Ես ձեզ ասում եմ, սպասեք Տիրոջը եւ հաղթանակը ձեր կողմն է եւ Աստված փառավորվի ձեր կյանքի բոլոր օրերի մեջ։